Ողջույն Տիգրան, գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական եւ նաեւ միջուկային օբյեկտներին, տասնյակ զոհերի մասին է հաղորդում, որոնց թվում միջուկային գիտնականներ, նաեւ ռազմական ղեկավարությունից մարդիկ կան։ Իրանը խոսում է պատասխան հարվածների մասին, արդեն գուցե մեր քննարկման ընթացքում դրանք իրականացվում են։ Այսօր խոսենք, թե այս ամեն ինչը տարածաշրջանում ինչպես է ազդելու Հայաստանի վրա։ Մեր արտգործնախարարությունն է հայտարարություն տարածել Ադրբեջանից, նաեւ հայտարարություն կա արտգործնախարարության մակարդակով, ինչ ես կարծում, ոնց կարծի այս ամեն ինչ առհասարակ մեզ վրա։ Այո, նախ պետք է արձանագրել, որ Հայաստանի պարագայում գնահատականը շատ ավելի հստակ էր, այսինքն Երևանը դատապարտեց այդ հարվածները եւ նշեց, որ հատկապես Օմանում տեղի ունենալիք բանակցությունների նոր ռաունդից առաջ այդքան էլ խելամիտ որոշում չէր այդպիսի հարվածներ իրականացնել։ Ադրբեջանի պարագայում ավելի նեյտրալ հայտարարություն է։ Այդ հատվածը չկար։ Ընդհանուր առմամբ, այո, ոչինչի մասին հայտարարությունները, ինչը արտացոլում է մեծ հաշվով այս երկրների հարաբերությունները Իրանի եւ Իսրայելի հետ, այսինքն եթե Հայաստանի համար Իրանը այնուամենայնիվ ռազմավարական նշանակության երկիր է եւ Իսրայելի հետ գրեթե որևէ կապեր չկան հայտնի պատճառներով, այսինքն Իսրայելի Ադրբեջանի հետ հարաբերությունների պատճառով, ապա Ադրբեջանի դեպքում իհարկե շատ ավելի բարդ է, այսինքն մենք տեսնում ենք, որ Բաքուն ռազմավարական բնույթի հարաբերություններ ունի Իսրայելի հետ տարբեր ոլորտներում, բայց միևնույն ժամանակ ի հեճուկս բոլոր խնդիրների, որոնք տարիների ընթացքում երևում են Թեհրանի հետ հարաբերություններում, Իրանի հետ էլ բավականին բարձր եւ կարեւոր հարաբերություններ ունի, հիշեցնեմ վերջին զորավարժությունները, որոնք տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղում, որոնք մարտական բնույթ ունեին, օրինակ ի տարբերություն հայ-իրանական վերջին զորավարժությունների, որտեղ նույնիսկ կողմերը նույն հատվածում չէին գտնվում։ Այդ առումով իհարկե այս հայտարարությունները եւս ցուցիչ էին այդ հարաբերությունների տարբեր մակարդակի։ Ինչ վերաբերում է տարածաշրջանի վրա ազդեցությանը, կարծում եմ իհարկե սա բացասական զարգացում է, Հայաստանի շահերից իհարկե չի բխում որևէ ռազմական գործողություն հարևանությամբ, Հայաստանի շահերից չի բխում նաև Իրանի էական թուլացումը, որովհետև մենք նախկինում քննարկել ենք, որ արևմուտքում տեղի ունեցող այս գործընթացների պատճառով, այսինքն Միացյալ Նահանգների այս նոր վարչակազմի տրանզակցիոն արտաքին քաղաքականության պատճառով ընդհանուր առմամբ այլ տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացների պատճառով Իրանը կարծես թե գետնի վրա այն քիչ գործոններից է մնացել, որը կարողանում է ինչ-որ չափով զսպել ադրբեջանական ախորժակը Հայաստանի դեմ ինչ-որ գործողություններ իրականացնել։ Մենք գիտենք, որ Թեհրանի դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անկախտելիության վերաբերյալ շատ հստակ է եւ այդ առումով հետաքրքիր է նաեւ, որ կա ինչ-որ կոնսենսուս նաեւ բոլոր մյուս խաղացողների հետ եւ այդ առումով եթե տեղի է ունենում Իրանի էական թուլացում կամ ուշադրության շեղում, սա կարող է բարձրացնել էսկալացիայի ռիսկը հենց հայ-ադրբեջանական կոնտեքստում, որովհետև մեծ հաշվով նույնիսկ հիմա Ադրբեջանին զսպող շատ լուրջ հանգամանքներ չկան եւ ինչպես արդեն նշեցինք, իրանական գործոնը այդ քիչ գործոններից է եւ եթե հանկարծ Իրանի ազդեցությունը նվազի, եթե Իրանը զբաղված լինի այլ հարցերով, իհարկե շատ ավելի լայն հնարավորություններ են բացելու այդպիսի գործիքակազմի կիրառման համար։ Չէ, ուզի գուշակություններ անենք, բայց եթե ավելի երկար տևի այս ամեն ինչը կամ ավելի լրջանա, հնարավոր է Ադրբեջանը օգտվի այս ամեն ինչից, որովհետև հիմա շատ են քննարկում տարբեր մեկնաբաններ կամ ուղղակի քաղաքացիներ սոցիալական ցանցերում նման ռիսկերի մասին են խոսում։ Դե այո, նշեցի, որ հավանականությունը ռազմական գործիքակազմի կիրառման բարձրանում է։ Սա չի նշանակում, որ Ադրբեջանը կիրառելու է այդ գործիքակազմը կամ նաև պետք է հասկանալ ինչ ծավալի էսկալացիաների մասին ենք խոսում։ Ես այնուամենայնիվ չեմ կարծում, թե լայնամասշտաբ պատերազմի լուրջ հավանականություն կա այս փուլում, բայց հաշվի առնելով նաև այլ հարակից խնդիրներ, օրինակ կոմունիկացիայի խնդիրը, որի շուրջ չկա որևէ լուծում այս պահի դրությամբ, հաշվի առնելով, որ Ադրբեջանը կառուցում է երկաթգծի իր հատվածը իր տարածքում եւ նաեւ դիտարկում է Իրանի տարածքով այդ ուղին որպես նաեւ այլընտրանքային, այս ամենը իհարկե կարող է ազդել
ազդել նաև Հայաստանի ուղղությամբ քաղաքականության վրա, որովհետև տես Ադրբեջանում այդ այլընտրանքային ուղին, որ անցնում է Իրանի տարածքով, անվանում են Արազի Միջանցք, այսինքն Արաքս գետի անվանումամբ, որովհետև հենց Արաքս գետի երկայնքով է գնում այդ ուղին, բայց այդ ուղին որպեսզի ամբողջական լինի, պետք է նաև որպեսզի Իրանը մի շարք ենթակառուցվածքներ կառուցի, մասնավորապես կամուրջներ եւ այլն, եւ այդ պարագայում իհարկե եթե զբաղված է օրինակ Թեհրանը այս տիպի հարցերով, եթե զգալիորեն թուլացել է, ես կարծում եմ նույնիսկ հիմա այդպիսի պատրաստակամություն չկա, բայց նույնիսկ այդ պարագայում ավելի քիչ հավանականություն կա, որ ուշադրություն կդարձնի այս խնդիրներին, եւ եթե չկա այդ իրանական այլընտրանքը, իհարկե այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ստանալու հավանականությունը կամ Բաքվի ցանկությունը ավելի է մեծանում, բայց ամեն պարագայում, ինչպես արդեն նշեցի, կոմունիկացիայի հարցը հիմա ամենազգայուն հարցերից մեկն է, հարավային կոմունիկացիայի հարցը, եւ պոտենցիալ էսկալացիայի աղբյուր է, եւ այստեղ եթե այս շատ նուրբ տարածաշրջանային բալանսը խախտվում է եւ օրինակ նույն Թեհրանի գործոնը թուլանում է, այո, կարծում եմ, որ ուժի կիրառման հավանականությունը մեծանում է, պետք է պարզապես, ինչպես արդեն նշեցի, թե ինչպես կարող է այդ ուժի կիրառվել, կարող է օրինակ հերթական փոքր էսկալացիան լինի, որի հետևանքը կարող է լինել դիվանագիտական զիջում։ Իսկ Միացյալ Նահանգները քո կարծիքով որքանով է ներգրաված այս ամեն ինչի մեջ, թեև իրենք հայտարարություններ են անում, որ ընդհանրապես կապ չունեն եւ նաեւ էլի զսպող կոչեր են անում, բայց էլի տարածաշրջանի կոնտեքստում։ Դե տես, մամուլում կային հրապարակումներ վերջին շաբաթների, ամիսների ընթացքում, որ նախագահ Թրամփը դեմ էր ռազմական գործողության կիրառմանը Իրանի դեմ, նույնիսկ վերջին շրջանում նշվում էր, որ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վոլցը հիմնականում այդ պատճառով էր ազատվել աշխատանքից, որ պլանավորում էր Իսրայելի հետ այս տեսակի արվածներ, մենք տեսանք նաև, որ ակտիվ բանակցություններ էին ընթանում նաև Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև նոր միջուկային պայմանագիր ստորագրելու շուրջ հարվածից հետո երկու հիմնական արձագանք եղավ, մեկը հրապարակային Մարկո Ռուբիայի կողմից, որը նշում էր, որ Միացյալ Նահանգները որևէ մասնակցություն չունեցել այս հարձակմանը, մյուս կողմից Fox News-ի լրագրողներից մեկը գրառում է կատարել, նշելով, որ նախագահ Տրամփը իրեն հայտնել է, որ իհարկե իսրայելցիները տեղեկացրել էին Միացյալ Նահանգներին այդ հարվածի վերաբերյալ, բայց տեղեկացնելը այնուամենայնիվ չի նշանակում, որ Միացյալ Նահանգները ամբողջովին մասնակցություն ունեցել, որովհետև Միացյալ Նահանգների համար իհարկե լուրջ ռիսկեր կան այստեղ եւս, որովհետև նրանք ունեն տարբեր ռազմաբազաներ տարածաշրջանում մամուլում եւս կային հրապարակումներ այն մասին, որ Միացյալ Նահանգները նախորոք էվակուացնում է այդ ռազմաբազաների, դեսպանատների այն ազնագազմերը, որոնք առանցքային դերակատարություն ունեն տարբեր հարցերում, այսինքն ակնհայտ էր, որ այո, տեղեկացվել էին Միացյալ Նահանգների այս գործողության մասին։ Կարծում եմ, եթե իրանական շատ լուրջ արձագանք լինի, Միացյալ Նահանգները ուզած չուզած եւս միջամտելու են, այսինքն հրթիռային հարձակման պարագայում Իսրայելի դեմ պարզ է, որ Միացյալ Նահանգների եւ ոչ միայն հակաօդային պաշտպանության միջոցները եւս գործի էին դրվելու, ամիսներ առաջ մենք տեսանք այդպիսի նախադեպ, երբ կրկին լարվածություն կար Իսրայելի եւ Իրանի միջեւ եւ հենց արևմտյան այս համակարգերի աջակցությամբ Իսրայելը կարողացավ մեծամասամբ չեզոք հասնել այդ հարձակումը։ Էսկալացիայի մեկ այլ աստիճան կարող է լինել նաև Իրանի կողմից Հորմուզի նեղուցի բլոկավորումը, արգելափակումը, որով անցնում է նավթի համաշխարհային առևտրի 20%, այսինքն սա լուրջ ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային տնտեսության վրա, եւ այստեղ եւս Միացյալ Նահանգները կարող են ստիպված լինել միջամտություն ունենալ։ Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ Թրամփի ադմինիստրացիան վարչակազմը այնուամենայնիվ կարող է նաև օգտագործել Իրանի այս խոցելի վիճակը եւ խոսքը ոչ միայն այս հարձակման մասին է, այլ վերջին 1 տարվա ընթացքում տեսանք, որ բավականին լուրջ անհաջողություններ գրանցվեցին
հենց ճնշում գործադրելու եւ նոր պայմանագիր ստորագրելու համար։ Սա եւս կարող է լինել հավանականություն։ Այս իրավիճակը նաև հետաքրքիր է այն տեսանկյունից, որ ինչպես գիտենք, Ադրբեջանը վերջին շրջանում իհարկե փորձում էր նաև Իսրայելի միջոցով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնել կամ ընդհանրապես նոր վարչակազմի հետ կապեր հաստատել։ Քննարկել ենք նախորդ թողարկումներից մեկի ընթացքում այդ Աբրահամյան համաձայնությանը միանալու Ադրբեջանի ցանկության մասին կար նաև խոսակցություն, որ Հայաստանը եւս կարող է լինել դրա մաս։ Դժվար է գնահատել հիմա, թե այս նոր իրողությունները ինչպես են ազդելու այդ բանակցությունների վրա, բայց այնուամենայնիվ այս պայմանությամբ կարծես թե որևէ լուրջ գործընթաց այդ ուղղությամբ չկա։ Մի խոսքով, այո, կարծում եմ Միացյալ Նահանգների ներգրավվածության վրա էլ այս ամենը լուրջ ազդեցություն է ունենալու, որովհետև ինչպես արդեն նշեցի, Վաշինգտոնը ինչ որ իրավիճակներում ուզած չուզած պարզապես ստիպված է լինելու արձագանքել եւ նաեւ լինելով ակտիվ բանակցությունների մեջ Իրանի հետ եւս իհարկե լրջորեն ներգրաված է ողջ այս գործընթացի մեջ։ Քո նշած սցենարի դեպքում անգամ հիմա էլ Հայաստանը էլի ինչ որ խնդիր է ունենալու, ինչ հայտարարություններ պետք է տարածի իր քաղաքական դիրքորոշումը ներկայացնելու տեսանկյունից։ Ինչ է պետք անել մի կողմից Միացյալ Նահանգները, մյուս կողմից Իրանում իրավիճակը։ Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն, այսինքն Հայաստանը չի կարող հակաիրանական դիրքորոշում ունենալ այս տարածաշրջանում եւ իդեպ հետաքրքրական է, որ վերջին շրջանում այդպիսի շեշտադրումներ նույնիսկ հայկական դաշտում երևում են, որ Հայաստանը միգուցե կարող է դառնալ հակաիրանական ինչ-որ խաղացող, կարող է օրինակ շահագրգռել նույն Միացյալ Նահանգներին ու Իսրայելին այդպիսի քայլեր ձեռնարկելով, բայց սա չափազանց անլուրջ մոտեցում է եւ կարծում եմ արևմուտքում եւս կա այդ ընկալումը, որ Երևանից իհարկե պետք չի ակնկալել հակաիրանական հայտարարություններ կամ նույնիսկ չեզոք հայտարարություններ։ Իրանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է ոչ միայն այս աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված, այլ նաև տնտեսական, ենթակառուցվածքային, վերջի վերջո Հայաստանի երկու բաց սահմաններից մեկն է այս պահի դրությամբ եւ իհարկե Երևանը չի կարող որևէ կտրուկ քայլերի կամ կտրուկ հայտարարություններ անել այս թեմայով, որը կարող է փչացնել հարաբերությունները Իրանի հետ։ Միևնույն ժամանակ Հայաստանը իհարկե պետք է չափազանց զգուշավոր քաղաքականություն ունենա այս հարցում, այսինքն ինչպես նշեցինք հակաիրանական գործընթացների մեջ պետք չէ ներգրավել, բայց միևնույն ժամանակ պետք չէ նաև ներգրավել Իրանի կողմից ինչ որ գործընթացներում, այսինքն ընդհանրապես այդ գործընթացների մեջ պետք չի ներգրավել եւ այդ առումով այսօրվա հայտարարությունը արտգործնախարարության կարծում եմ բավականին զուսպ եւ ճիշտ շեշտադրումներով հայտարարություններ, որը միևնույն ժամանակ Հայաստանի մաս չի դարձնում այդ բոլոր գործընթացների։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես եմ շնորհակալ։